նույնականացման քարտերի մասով մեր ունեցած առկա իրավիճակը, ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն ապրիլի 30-ը ներառյալ կարելի է հաշվարկել, մենք ստացել ենք 96900 դիմում նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված եւ արդեն իսկ տպագրված է 81900 նույնականացման քարտ։ Բայց պիտի նաև փաստեմ, որ սրանք ընդհանրապես դեռևս մուտք եղած դիմումներն են։ Մենք ունենք նաև հերթագրման համակարգում դեռևս սպասող քաղաքացիներ, որոնք որ դեռևս չեն ներկայացրել դիմումները, որպեսզի կարողանանք տպագրության process-ն իրականացնել։ Եվ ըստ այդմ Երևանում եւ մարզերում ընդհանուր հաշվարկով եւս 54261 անձ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանա մոտենալ անձնագրային համապատասխան ստորաբաժանում եւ դիմում ներկայացնել նույնականացման քարտ ստանալու հետ կապված։ Եթե ընդհանուր հանրագումարով նայենք, ստացվում է, որ շուրջ 151,000 անձ ըստ էության կամ արդեն իսկ ստացել է գերակշիռ մասը ստացել է նույնականացման քարտ կամ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանանք քարտերի տպագրությունն իրականացնել։ Պարոն վարչապետ, ձեր նախորդիվ հնչեցած մտքերի կոնտեքստում ես ուզում եմ հատուկ ընդգծել նաև այն հանգամանքը, որ մենք ունենք այնպիսի համակարգ, որը որ տարիներ շարունակ չի ենթարկվել անհրաժեշտ եւ բավարար ներդրումների, որպեսզի կարողանա յուրաքանչյուր ռեֆորմ ճշգրիտ ժամանակահատվածում եւ թողունակությամբ կարողանա սպասարկել։ Ըստ այդմ նաեւ ձեզ հետ ունեցած քննարկումների կոնտեքստում մենք նախաձեռնել ենք մի շարք լուծումներ, որոնք որ մեզ թույլ կտային թողունակությունն ավելի ընդլայնել նույնականացման քարտերի տպագրության եւ կարողանայինք ավելի մեծ ծավալ սպասարկել մեր քաղաքացիներին։ Եթե այսօրվա կտրվածքով նայենք, օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվը արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, որովհետև մենք ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի եւ ըստ այդմ թողունակությունն ավելի մեծացնել այս տեսանկյունից։ Բացի այդ, ասեմ, որ մենք, եթե նայում ենք հետ հայաց գցելով մեր ունեցած վիճակագրությանը, 2023 թվականին ընդամենը տրամադրել ենք շուրջ 64000 նույնականացման քարտ։ 2024 թվականին արդեն հաշվի առնելով պարոն Հովհաննիսյանի նշած առաջին փուլը հայտարարագրման ֆորմատով 161000 անձ նույնականացման քարտ 2024 թվականի կտրվածքով է ստացել, եւ եթե միայն մենք այս պայծրությամբ մեր վիճակագրությունը համադրենք նախորդ տարվա ունեցած իրավիճակին, գրեթե մոտենում ենք անցած ամբողջ տարվա կտրվածքով սպասարկման ծավալներին։ Լազերային տպագրման սարքերի մասով այսօր չզեկուցվող հարցով ունենք համապատասխան ֆինանսական հատկացում, որ մեզ թույլ կտա արդեն ունենալ մատակարարումը այս տեսանկյունից եւ օրական 1000-ի փոխարեն սպասարկել օրական 2000 նույնականացման քարտի տրամադրման աշխատանքներ։ Ասեմ նաեւ, որ այս պայծրությամբ նաեւ ՊԵԿ-ի մեր գործընկերների հետ ենք համատեղ աշխատում, որպեսզի անդադ ֆիլտրենք այն անձանց ցուցակը, որոնք որ նույնականացման քարտ պիտի ստանան հայտարարագրման կոնտեքստում, բայց նշեմ, որ այս համակարգը գնալով պիտի ավելի կատարելագործվի եւ կառավարությունը ջանքեր չի խնայել հենց այս տրամաբանությամբ եւս, քանի որ ունենք հաջորդի սպասարկվող նոր փուլ, մենք պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով նույնականացման քարտերի, անձնագրերի մասով նոր սխեմա ունենք եւ կնքված արդեն իսկ պայմանագիր եւ հենց այս պայմանագրի գործարքի տրամաբանության մեջ կկարողանանք նույնականացման քարտն արդեն իսկ պարտադիր դարձնել մեր քաղաքացիների համար, բայց կապելով դրանք անպայմանորեն հանրային տարբեր ծառայությունների մատուցման հետ, որպեսզի կարողանանք նաեւ խրախուսել նույնականացման քարտերի ընդհանուր շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալ եմ Տիկին Սարգսյան, բայց դուք ստիպեցիք, որ մի թվայով